2025 թվականի հունիսի 25-ին տեղի կունենա երկնային երևույթ, որը աստղագուշակներն ու էզոթերիկները արդեն անվանում են տարվա ամենասարսափելի նորալուսին։ Լուսինը լիովին կանհետանա տեսադաշտից, սկիզբ առնելով կենդանակերպի ամենազգայուն նշանից՝ խեցգետնից։ Այս պահին փորձագետների կարծիքով երկրացիները կարող են բախվել ոչ միայն հուզական անկման, այլև ավելի իրական սպառնալիքների։ Մենք ձեզ կասենք, թե երբ կժամանի ճակատագրական նորալուսինը 2025 թվականի հունիսին, ինչ խնդիրներ կարող է բերել եւ ինչպես օգտագործել դրա էներգիան։ Էներգետիկ փլուզումը եւ դրա հետևանքները լուսնային սկավառակի լիակատար անհետացման պահը ավանդաբար համարվում է մարդկության առավելագույն խոցելիության շրջան։ Մարդկանց կենսունակությունը իջնում է կրիտիկական նվազագույնի, ինչը հրահրում է քրոնիկ հիվանդությունների սրացում, բիզնես ձեռնարկությունների փլուզում, անձնական հարաբերությունների ոչնչացում, հոգեկան խանգարումներ եւ դեպրեսիվ վիճակներ։ Հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ նորալուսինը տեղի կունենա խեցգետնի ջրային նշանում կենդանակերպի ամենաէմոցիոնալ անկայուն համաստեղությունում։ Հատկանշական է, որ հին եգիպտացի քրմերը հունիսյան նորալուսիններն էին ընտրում բուրգերի հիմքերը դնելու համար, կառույցները, որոնք ըստ էզոթերիկոսների ծառայում էին որպես պաշտպանություն տիեզերական աղետներից։ Հնարավոր է նրանք շատ ավելին գիտեին այս աստղագիտական երևույթի կործանարար ներուժի մասին, քան մենք։ Հունիսյան նորալուսնի ճշգրիտ ամսաթիվը 2025 թվականի հունիսի 25-ն է։ Երևույթը տեղի կունենա մեր ժամանակով 13:31-ին։ Այս ժամանակահատվածում լուսինը կգտնվի խեցգետնի համաստեղությունում, որը համապատասխանում է ավանդական լուսնային օրացույցի 29-րդ լուսնային օրվան։ 2025 թվականի հունիսին նորալուսինը կլինի լուսնային ցիկլի առաջին ամառային նորացումը։ Չնայած այն հանգամանքին, որ երկրի բնական արբանյակը մնում է անտեսանելի դիտորդների համար, դրա ազդեցությունը բնության եւ մարդկանց վրա մնում է զգալի։ Նորալուսինը անզեն աչքով տեսնելը գրեթե անհնար է։ Այսօրը լուսնային սկավառակի լուսավորությունը 0 է։ Արբանյակը չի արտացոլում արևի ճառագայթները եւ մնում է անտեսանելի, սակայն սա ստեղծում է իդեալական պայմաններ աստղային երկնքի, գալակտիկաների եւ միգամածությունների աստղագիտական դիտարկումների համար, որոնք ավելի տեսանելի են դառնում առանց լուսնային լուսավորության, ինչ կարող է եւ պետք է արվի հունիսին նոր լուսնի ժամանակ։ Պլանավորեք ապագան, կազմեք նպատակների ցանկ գալիք ամսվա կամ տարվա համար, պատկերացրեք, թե ինչ եք ուզում եւ մտածեք դրան հասնելու քայլերի մասին։ Նորալուսնի էներգիան մեծացնում է մոտիվացիան եւ օգնում է կառուցել մտքերը։ Մեդիտացիա եւ արտացոլում։ Ժամանակ անցկացրեք լռության մեջ եւ զբաղվեք ինքնադիտարկմամբ։ Սա կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ ձեր իրական ցանկություններն ու կարիքները եւ ազատվել ներքին խոչընդոտներից։ Մաքրեք ձեր տարածքն ու մտքերը։ Ազատվեք ավելորդ իրերից, կարգի բերեք ձեր տունը։ Խորհրդանշականորեն սա նշանակում է թողնել հինը եւ պատրաստվել նոր հնարավորությունների, թե առօրյա կյանքում, թե մտքերում։ Ինչ չի կարելի անել նոր լուսնի ժամանակ։ Մի կատարեք խոշոր ֆինանսական գործարքներ։ Դուք պետք է զերծմնաք խոշոր գնումներ կատարելուց, ներդրումներ կատարելուց, պայմանագրեր կնքելուց եւ արկային պարտավորություններ ստանձնելուց, զգացմունքային առումով իրերը դասավորվելու համար։ Նորալուսնի շրջանը բնութագրում է զգայունության բարձրացմամբ, ուստի ավելի լավ է հետաձգել լուրջ զրույցները եւ վիճահարույց հարցերի լուծումը։ Զգացեք ֆիզիկական գերբեռնվածություն։ Նորալուսնի ժամանակ մարմինը հատկապես կարիք ունի վերականգնվելու։ Խուսափեք ինտենսիվ մարզումներից եւ գերծանրաբեռնվածությունից։ Կայացրեք ճակատագրական որոշումներ։ Հունիսի նորալուսնի ժամանակ 2025 թվականի հունիսի 25-ին չպետք է որևէ արմատական փոփոխություն կատարեք ձեր կյանքում, թողնեք ձեր աշխատանքը կամ խզեք հարաբերությունները պահի ազդեցությամբ։ Նոր լուսնի ազդեցությունը բարեկեցության վրա շատերը նկատում են կենսունակության նվազում նորալուսնի ժամանակ։ Սա մարմնի բնական արձագանքն է լուսնային ցիկլի փոփոխությանը։ Խորհուրդ է տրվում ավելի շատ հանգստանալ, բավարար քանակությամբ ջուր խմել եւ խուսափել ստրեսային իրավիճակներից։ 2025 թվականի հունիսին խեցգետնի նորալուսինը ուժեղացնում է հուզականությունն ու ինտուիցիան։ Այս ժամանակը բարենպաստ է ընտանեկան կապերի ամրապնդման, ընտանեկան ծրագրերի հետ աշխատելու եւ տանը հարմարավետություն ստեղծելու համար։ Օգտագործեք նորալուսնի էներգիան դրական փոփոխություններ կատարելու համար, բայց հիշեք, այս ժամանակահատվածում հավասարակշռել ակտիվությունն ու հանգիստը։ Ինչու է 2025 թվականի հունիսին նորալուսինը համարվում սարսափելի։ Նորալուսինը այն պահն է, երբ լուսինը գտնվում է երկրի եւ արեգակի միջև եւ նրա լուսավորված կողմը մեր մոլորակից տեսանելի չէ։ 2025 թվականին այս իրադարձությունը տեղի կունենա հունիսի 25-ին մեր ժամանակով 13:34-ին, երբ լուսինը կլինի խեցգետնի ջրային նշանում, խորհրդանշելով տունը, ընտանիքը եւ հուզական ոլորտը։ Սակայն այս անգամ աստղագուշակները հակված չեն խոսել նոր սկիզբների մասին։ Ընդհակառակը, նրանք զգուշացնում են կենսական էներգիայի կրիտիկական մակարդակի նվազման մասին։ Խեցգետնի մեջ նորալուսինը ոչ միայն փուլ է, այլև էներգետիկ անբավարարություն, որը կարող է սրել օրգանիզմի
ունի թույլ կողմերը առաջացնել հուզական խափանումներ եւ նույնիսկ հակամարտություններ հրահրել ընտանիքում, նշում են աստղագուշակները։ Ողջույն բոլորին։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու 2025 թվականի հունիսի ամենահաջող եւ ամենավտանգավոր ամսաթվերը։ Սրանք իշխանության օրերն են։ Հունիս ամսին մենք ունենք մի քանի վտանգավոր եւ իսկապես բախտավոր օրեր, որոնք չպետք է բաց թողնեք։ Դե ինչ, եթե պատրաստ եք, ուրեմն սկսեցինք։ Հունիսի 3 Մերկուրին ազատվում է ռետրոգրադից։ Սա նշանակում է, որ բոլոր խցանումները, որոնք երկար ժամանակ անհանգստացնում էին ձեզ, այժմ կսկսեն անհետանալ։ Հաղորդակցությունը կսկսի բարելավվել եւ շատ բաներ ավելի արագ ու հեշտ կընթանան։ Հունիսի 5 Սատուրնի հետ ընթաց շարժման սկիզբ։ Սատուրնը պատասխանատու է քրտնաջան աշխատանքի, իմաստության, ինքնակարգապահության եւ կարգուկանոնի համար։ Հետևաբար նրա հետ ընթաց շարժման ժամանակ առաջինը կտուժեն այս տարածքները։ Ամենահեշտ ժամանակները չէ որ գալու են, բայց դրա մեջ հնարավոր է եւ անհրաժեշտ է նաեւ դրական կողմեր գտնել։ Առաջիկայում նրանց մասին եւս տեսանյութ կլինի։ Հունիսի 6-ը այսպես կոչված ամսվա հայելային ամսաթիվն է։ Ժամադրությունների կրկնությունը հատուկ էներգիա ունի, բայց կոնկրետ որ մեկը կախված կլինի։ Հունիսի 7 Արիետիտների երկնաքարային անձրևներ, ոսկե ժամանակ լի հնարավորություններով խիզախների և վճռականների համար։ Հունիսի 11 Վեներան Ուրանի հետ։ Հունիսի եւս մեկ վտանգավոր օրերից է, չափազանց դժվար եւ անկանխատեսելի, երբ առողջության հետ կապված ռիսկերը կմեծանան եւ երբ ամեն ինչ կարող է բոլորովին այլ կերպ դասավորվել, քան ծրագրված եւ սպասված էր։ Հունիսի 13 Մերկուրին վերադառնում է երկվորյակ։ Հիանալի ժամանակ է անհանգստացողների, ճանապարհորդների, բանակցողների եւ պարզապես ակտիվ մարդկանց համար։ Նոր մարդկանց հետ ծանոթանալու, նոր օգտակար կապեր հաստատելու եւ հետաքրքիր նորությունների ժամանակ է։ Հունիսի 14 Որոշ աստղաբաններ այս օրը համարում են իշխանության օր, մյուսները վտանգավոր։ Իրադարձություններին ավելի մոտ ալիքում կհրապարակվի առանձին հոդված եւ դուք ինքներդ կորոշեք այս օրը վտանգավոր է թե բախտորոշ։ Հունիսի 21 Ամառային արևադարձ։ Իսկապես կախարդական ժամանակաշրջան, երբ արևը ամենաուժեղն է։ Մեծ հնարավորությունների եւ ձեռքբերումների, հաջողությունների եւ հազվադեպ դեպքերի ժամանակաշրջան։ Հունիսի 23 Վեներան մտնում է երկվորյակ։ Թեթևության եւ անհոգության ժամանակ, սահադաշտն ունի եւ դրական եւ բացասական կողմեր, եւ այս ամսին կլինեն նաեւ առանձին այսպիսի օրեր եւս։ Հունիսի 28 Նեպտունի հետ ընթաց շարժման սկիզբ, անբարենպաստ ժամանակաշրջանի սկիզբ, քանի որ հետադիմական Նեպտունը շատ մարդկանց դարձնում է ագրեսիվ եւ զայրացած, ագահ, անազնիվ շահի համար, խարդախների, ստախոսների եւ նրանց համար, ովքեր հաճույք են ստանում ուրիշներին վնասելուց։ Հունիսի 29 Նորալուսին, ոչ միանշանակ իրադարձություն, քանի որ դա տեղի կունենա հետադիմական Նեպտունի ազդեցության տակ։ Ընկերներ, ամսաթվերին ավելի մոտ յուրաքանչյուր իրադարձության մասին մեր YouTube-յան ալիքում կհրապարակվի առանձին մանրամասն տեսանյութեր, այնպես որ հենց այս պահին բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք առաջիկայում սպասվող ավելի հետաքրքիր տեսանյութերը։ Ձեզ մաղթում ենք հաջողություն հունիս ամսվա ընթացքում։ Իսկ այս ամենի զուգահեռ մենք միասին կբացահայտենք, թե ովքեր են կենդանակերպի ամենախելացի նշանները։ Պարզիր, թե որ հորիզոնականն է զբաղեցնում քո կենդանակերպի նշանը։ Աստղաբանության աշխարհում շատ գաղտնիքներ եւ առեղծվածներ կան, բայց ամենահետաքրքիրներից մեկը այն է, թե ինչպես է կենդանակերպի նշանն ազդում մեր ինտելեկտի վրա։ Եկեք խոսենք այն մասին, թե կենդանակերպի ներկայացուցիչներից ով ունի սուր միտք եւ ինչպես։ Պատասխանը կարող է զարմացնել ձեզ։ Աստղաբանությունը եզակի հայացքի առաջարկում մեր անձի տարբեր ասպեկտների վերաբերյալ եւ ինտելեկտը բացառություն չէ։ Այսպիսով սկսեցինք։ Ջրհոս։ Ջրհոսները մեր ցուցակի առաջին տեղում են շնորհիվ իրենց ակնառու բանականության եւ աշխարհը յուրահատուկ տեսանկյունից տեսնելու ունակության։ Վերլուծական մտածելակերպը եւ ուրիշների կողմից բաց թողնված դետալները նկատելու ունակությունը կենդանակերպի այս նշանի մարդկանց դարձնում են անգերազանցելի մտածողներ։ Հաջորդը գալիս են կույս կենդանակերպի նշանի ներկայացուցիչները, որոնց մանրամասնելու ունակությունը եւ անբասիր տրամաբանությունը դասում են այս անհատներին ականավոր պերֆեկցիոնիստների շարքում։ Նրանց գործնական միտքն ու խորաթափանցությունն օգնում են լուծել ամենադժվար խնդիրները, քանի որ կույս կենդանակերպի նշան ունեցող մարդիկ կարողանում են կարգուկանոն տեսնել այնտեղ, որտեղ ուրիշները միայն քաոս են տեսնում։ Կարիճ կենդանակերպի ներկայացուցիչները հիացնում են իրենց ինտուիցիայով եւ տողերի միջև կարդալու ունակությամբ։ Սուտը
եւ բոլոր թաքնված դրդապատճառները ճանաչելու ունակությունը նրանց դարձնում է հիանալի հոգեբաններ։ Կարիճները վերլուծության եւ քննադատական մտածողության վարպետներ են։ Այս անհատների ինտելեկտուալ հետաքրքրասիրությունն անսահման է, ինչը նրանց թույլ է տալիս լուծել իրենց ճանապարհին հանդիպող ցանկացած հանելուկ։ Երկվորյակները զարմացնում են իրենց ինտելեկտի արագությամբ, նրանք կարողանում են միաժամանակ մի քանի գաղափարներ պահել իրենց գլխում եւ ստեղծագործական լուծումներ գտնել դրանց համար։ Այն անհատներն, ովքեր ըստ հորոսկոպի երկվորյակներ են, կենդանի հանրագիտարաններ են, միշտ պատրաստ կիսվել գիտելիքներով։ Բարդ տեղեկատվությունն ակնթարթորեն մշակելու եւ վերլուծելու նրանց կարողությունը կենդանակերպի այս նշանի մարդկանց դարձնում է ամենասրամիտն ու խելացիներից մեկը։ Այծեղջյուրներն իրենց դրսևորում են որպես խնդիրների յուրահատուկ լուծողներ, այս ամենը շնորհիվ նրանց գործնականության, մեթոդաբանության եւ կարգապահության։ Կենդանակերպի այս նշանի մարդիկ իրերի խորաթափանցության վարպետ են, նրանք կարողանում են նպատակը տեսնել իրականության պրիզմայով։ Խոյ կենդանակերպի խոյ նշանի ներկայացուցիչներն ունեն էմոցիոնալ եւ ինտուիտիվ ինտելեկտի յուրահատուկ համադրություն, որը լրացվում է սուր մտքով։ Սա նրանց դարձնում է շատ խոհուն եւ նուրբ մտածողներ։ Կշերկ մարդիկ, ովքեր հորոսկոպով կշերկներ են, հիացնում են տարբեր տեսակետները գնահատելու եւ դժվար իրավիճակներում ներդաշնակություն գտնելու ունակությամբ, ինչի շնորհիվ նրանք կարող են կշռադատված որոշումներ կայացնել։ Կշերկները ներդաշնակության եւ հավասարակշռության խորհրդանիշ են։ Կենդանակերպի այս նշանի մարդիկ գիտեն ծանր ու թեթև անել դրական եւ բացասական կողմերը, ինչի շնորհիվ նրանց դատողությունները միշտ խոհուն եւ արդար են։ Այսպիսով նրանք գիտեն, թե ինչպես գտնել փոխզիջումներ։ Ցուլերն աչքի են ընկնում իրենց հուզական խորաթափանցությամբ եւ սեփական ուժեղ եւ թույլ կողմերը խորը ըմբռներով, ինչը նրանց դարձնում է բացառիկ ինքնագիտակից։ Աղեղնավոր կենդանակերպի աղեղնավոր նշան ունեցող անհատները թեև երբեմն ժամանակ են սավառնելով անցկացնում ամպերում, բայց իրականում մեծ ցանկություն ունեն սովորելու եւ ընդլայնելու իրենց հորիզոնները։ Արյուծները դրսևորում են իրավիճակները եւ առաջնահերթությունը սթափ գնահատելու զարմանալի կարողությունը, միշտ ցուցաբերելով վստահություն եւ խորը հասկացողություն շրջապատող մարդկանց նկատմամբ։ Ճիշտ է ցուցադրելն ու իսկապես հասկանալը սրանք տարբեր բաներ են։ Խեցգետին կենդանակերպի ներկայացուցիչները չնայած իրենց ինտելեկտին երբեմն թույլ են տալիս, որ զգացմունքները խանգարեն իրենց որոշումների կայացման գործընթացին, ինչը նրանց դարձնում է հատկապես կարեկից եւ հասկացող, բայց հենց այս ունակությունն է, որն ունի խեցգետինը, նրան դարձնում է յուրահատուկ։ Ձկներ եւ վերջապես ձկներ կենդանակերպի նշանի ներկայացուցիչներ։ Նրանք աներևակայելի հարուստ ներաշխարհով մարդիկ են։ Նրանց երևակայությունն ու ստեղծագործական մոտեցումը կյանքին երբեմն շեղում են նրանց իրականությունից, բայց հենց դրա շնորհիվ են նրանք կարողանում իրական գլուխգործոցներ ստեղծել։ Այս վարկանիշը ոչ միայն արտացոլում է կենդանակերպի նշանի ներկայացուցիչների մտավոր ունակությունները, այլև ընդգծում է նրանցից յուրաքանչյուրի յուրահատկությունը։ Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր մարդ ունի իր առանձնահատկությունները, որոնք նրան դարձնում են անզուգական եւ եզակի։ Շնորհակալություն ուշադրության համար, իսկ դուք բաժանորդագրվեք ալիքին ավելի հետաքրքիր տեսանյութերը բաց չթողնելու պայմանով։ Մինչ նոր հանդիպում։